Նախ մայրական արգանդում եղած ժամանակ։ Շատ նորածիններ ծնվում են արդեն դիվային խնդրով։ Դա տեղի է ունենում մոր արված կամ չարված ինչ-որ բանի պատճառով։ Եվ ամենամեծ վտանգը, որ բացում է չծնված երեխաներին դևերի համար, դա գաղտնագիտության կամ օկուլտիզմի մեջ ներգրավվելն է։ Ուզում եմ ասել, հնարավոր չէ ներգրավել օկուլտիզմի մեջ առանց դևերի ազդեցության տակ ընկնելու։ Կա մի հայտնի ասացվածք, ով սատանայի հետ ճաշում է, պետք է երկար ծայրով գդալ ունենա։ Բայց ես ասում եմ, ոչ մի գդալ բավականաչափ երկար չէ, որ ապահով դարձնի սատանայի հետ շփումը։ Ուզում եմ կարդալ երկրորդ օրինաց 18-րդ գլխից միջազգային նոր թարգմանությունից, որպեսզի տեսնենք, թե Աստված ինչ է ասում օկուլտիզմի մասին։ Խոսքը ներգրավվածությունն է զանազան ոգիների հետ, որոնք կապ չունեն Սուրբ Հոգու հետ։ Այս խոսքերն ուղղված են Իսրայելին, մինչ նրանք մուտք կգործեին խոստացված երկիր, երկրորդ օրինաց 18-9-ից 12։ Երբ մտնես քո Տեր Աստծո քեզ տված երկիրը, չհետևես այդ ազգերի գարշելի սովորույթներին, ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող։ Այսինքն առաջին արգելված արարքը երեխաներին կենդանի զոհ բերելն է մողոք Աստծուն կրակի մեջ։ Եվ շատ կարևոր է հասկանալ, որ Աստված նույն կարգում է դասում այս արարքի հետ մյուս բոլոր հրամայված արգելքները, ոչ մի տարբերություն չի դնում։ Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող։ Գիտեք, թե գուշակությունն ինչ է, դա բախտագուշակությունն է, այն փորձում է գերբնական ճանապարհով մի բան իմանալ, որը չի բխում Աստծուց։ Յուրաքանչյուր բախտագուշակ հենց դա է անում։ Եթե դուք երբևէ եղել եք բախտագուշակի մոտ, ապա դուք ձեզ դրել եք հմայության ոգու ազդեցության տակ։ Հիշում եմ մի կնոջ, որն ազատագրության կարիք ուներ հմայության ոգուց։ Նա ասաց, ես չեմ կարողանում հասկանալ, թե այն ինչպես էր մուտք գործել իմ մեջ, սակայն ես հայտնաբերեցի, որ նա լրագրի մեջ պարբերաբար կարդում էր աստղագուշակություն։ Եվ դա բավարար էր այդ ազդեցության տակ հայտնվելու համար։ Դե ձեզանից ոչ ոք նման բան չի անում։ Կախարդությամբ զբաղվող, սա այսօր մոլեգնում է Միացյալ Նահանգներում սպիտակ տնից մինչև ամբողջ ազգի մեջ կախարդությունը մոլեգնում է։ Գուշակող ու հմայող և կամ հավահմա, նաև կախարդ կամ վհուկ կամ բախտասաց, կամ ոգեհարցուկ, որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից, քո Տեր Աստծո առջև կատարյալ պետք է լինես։ Աստծո աչքում որևէ մեկի մոտ գուշակության համար գնալը նույնքան գարշելի է, որքան երեխային կրակում զոհելը մողոքին։ Դուք գուցե ասեք, ինչ վատ բան կա օկուլտիզմի մեջ։ Կփորձեմ բացատրել այսպես. Երբ ներգրավում ես օկուլտիզմի մեջ, ընկերանում ես Աստծո թշնամիների հետ, և Աստված դա նկատում է։ Պետք է ապաշխարել և չեղարկել ցանկացած կապ, եթե ուզում ես Աստծուց օգնություն ստանալ։ Թույլ տվեք մի օրինակ պատմեմ, համեմատաբար վերջերս տեղի ունեցած։ Մի կին շատ լավ քրիստոնյա մեծ վշտով եկավ ինձ մոտ։ Ասաց, մենք նամակ ենք ստացել մեր որդուց, ով քոլեջում է, և նա գրում է, որ դեռ արգանդում լինելիս արդեն եղել է համասեռամոլ։ Սկսեցի խոսել նրա հետ։ Ասացի, երբ հղի էիք ձեր տղայով, օկուլտիզմով զբաղվե՞լ եք։ Նա ասաց, դե այո, ես փորձել եմ գուշակել, տղա է, թե աղջիկ։ Ճոճվող մի բան էի կախել փորիս առաջ և եթե այս կողմ էր գնում, նշանակում էր տղա է, եթե այն կողմ, աղջիկ։ Ասացի, դուք այդպես ձեր չծնված տղային ենթարկեցիք դևի ներգործությանը։ Այդ պատճառով նա ծնվել է հոմոսեքսուալ հակումներով։
Նա լավ քրիստոնյա էր, հասկացավ, ապաշխարեց։ Հավատում եմ իր աղոթքները ժամանակի ընթացքում կբերեն ազատագրություն իր որդուն, բայց թող սա լինի ձեզ նախազգուշացում, չի կարելի խաղալ օկուլտիզմի հետ ոչ մի ձևով, ոչ մի չափով։ Եվս մի շատ տարածված դև, որ հաճախ մուտք է գործում դեռ արգանդում, դա մերժվածության ոգին է։ Տեսեք, նորածին ամեն երեխա աշխարհ է գալիս մի բան փափագելով։ Սեր։ Բայց ահա մի մայր, ով շատ երեխաներ ունի, քիչ միջոցներ, նորից հղիանում է ու գուցե միայն մտքում է մտածում երանի հղի չլինեի։ Նույնիսկ եթե ոչինչ չասի, այդ մտածումը դուռ է բացում։ Երեխան ծնվում է մերժման ոգով։ Սա ճշմարիտ էր նաև իմ երկրորդ կնոջ Ռութի մասին։ Նա ծնվել էր 1930-ին տնտեսական ճգնաժամի գագաթնակետին, մոր 8-րդ երեխան էր։ Եվ մայրը առանց բառ ասելու ցավով էր ընդունել ևս մեկ բերան կերակրելու անհրաժեշտությունը։ Ռութն ազատագրվեց մերժվածության ոգուց, փառք Աստծուն, մենք գիտեինք ինչպես օգնել։ Նա հրաշալիորեն ազատագրվեց։ Մերժվածությունն ամենատարածված դևերից է և հաճախ մտնում է երեխայի մեջ դեռ արգանդում։